Վեոլյանն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Շատ վատ է, որ ջուր չի լինելու։ Ինչ ուզում են անում են այս երկրում։ Ջրային ոլորտի մեր կորուստները անհամեմատելի են։ Դեմը առնել է պետք։ Վթարված տեղեր կա, որ նայում ես ջուրը գնում, ոչ մեկ տես չի լինում։ Աման, զուլում բան է։ Վիոլյա ջուրը հրապարակել է 2026 թվականի ջրամատակարարման գրաֆիկը, որի հետ կապված բարձրացած աղմուկը իշխանություններին ստիպեց հանդես գալ դրա կասեցման վերաբերյալ հայտարարությամբ։ Որքանով են հիմնավոր ընկերության փաստարկները ջրամատակարարման վատթարացման վերաբերյալ եւ արդյոք հնարավոր է կազմել ավելի բարելավված ժամանակացույց 2024-25 թվականների համեմատ։ Նախ սկսենք նրանից, որ կառավարության միջամտության ձևաչափը լավ չեմ պատկերացնում։ Ակնհայտ է, որ սա քաղաքական ընդհանրապես միջամտություն է։ Ակնհայտ է, որ սա նախընտրական շրջանում լարվածությունը թոթափելու որոշակի քայլ է, ցանկացած բանական մարդ դա հասկանում է, եւ ակնհայտ է նաեւ, որ տարիների ընթացքում Վեոլա ջրի կողմից ворթեգրած քաղաքականությունը եւ պարբերաբար ջրամատակարարման գրաֆիկի վատթարացումները ըստ էության վիճակ են ստեղծել, որ իրենք չեն կարող լավարկել, այսինքն եթե թղթի վրա բոլորից հերոսաբար մեկ շաբաթ, երկու շաբաթ անց կհրամցվի որևէ գրաֆիկ, որը կասեն այ տեսեք, օրինակ Արաբկիրի այս հասցեում 17 էր, հիմա դարձրեցին 24 կամ հակառակը, ինչ որ տենց բարելավումներ կասեն, դա դե ֆակտո կյանքում հողի վրա չի իրականանալու։ Կա դրա մեխանիզմը հաղթահարման, այսինքն Վեոլա ջուրը ի վերջո կանի այն ինչ իրեն հարմար է, եթե անհրաժեշտ լինի, անգամ կտուգանվի։ Այսինքն կառավարությունը չուներ այստեղ որևէ ուրեմն գործառույթ եւ նաեւ ես չեմ հավատում լավարկված գրաֆիկի գոյությանը։ Վարձակալության պայմանագրով Վիոլյա ջուրը ստանձնել է խմելու ջրի արտադրության եւ վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարման, ինչպես նաեւ բաշխից ցանցերի արդյունավետության բարձրացման ու զարգացման պարտավորություն։ Որքանով է ընկերությունը արդյունավետ իրականացնում ստանձնած պարտավորությունները։ Խնդիրը ինչումն է։ Վեոլա ջուրը լավ է կառավարում, վատ է կառավարում։ Ի վերջո, այդ հարցի պատասխանը ես կամ դուք չէ որ պետք է տանք, քաղաքացին իր մաշկի վրա զգում է։ Մենք տեսնում ենք ինչպիսի մաշվածությամբ տարբեր ջրագծերի մասին են խոսում եւ այլն, կապիտալ ներդրումները անհրաժեշտ ծավալով չեն իրականացվում։ Բայց որպեսզի հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, շատ ավելի գրագետ եւ ճիշտ կլներ այդ թվում իմ կողմից, որպեսզի ես կարողանայի հղում կատարել անկախ աուդիտորի եզրակացությանը։ Երբ 2016 թվականին Վեոլա ջուր ընկերությանը տրվում էր կառավարման մեր ջրային ռեսուրսները, այսինքն վարձակալությամբ է տրված, հանձնված չի, սեփականությանը չի տրված, հա։ Այնտեղ պայմանագրում դրույթ կար, պարտադիր, անկախ աուդիտորի կողմից միջազգային, որ պետք է գան ամեն տարի աուդիտ անեն ու ասեն Վեոլա ջուրը լավ է կառավարում թե վատ։ Վերջին անգամ նման եզրակացություն եղել է 2019-20 թվականներին գերմանական ընկերության կողմից, որը ի դեպ արձանագրել էր խախտումներ Վեոլա ջուրի ընկերության կողմից, նրան էլ տուգանել էր, կառավարությունն էլ այդ տուգանքը վերցրել ու Վեոլա ջրի փոխարեն մուծել էր, ասեմ ձեզ։ Մեր բոլորի հարկերից, բայց ես չեմ կարող այդ հարցին այսպես պատասխանել մասնագիտորեն, որտեղ վերջին 5 տարում չկա այդ աուդիտը։ Չկա, սա ամենակարևոր պայմանագրային խախտումն է, հիշեք, մնացած ամեն ինչ սպառողի մասին է, բայց մնացած այդ ամենը ածանցվում է սրանից։ Չկա անկախ աուդիտոր, չկա անկախ եզրակացություն վիճակի մասին։ Ու վերջ։ Վիոլյա ջուրը հայտարարում է, որ ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսված է կապիտալ ներդրումային ծրագրերի ծավալի շուրջ եռակի ավելացում, ֆիզիկական կորուստները նվազեցնելու նպատակով։ Որքանով է գոհացուցիչ մինչ այժմ կատարված աշխատանքների ծավալը եւ ինչու հայտարարված ծրագրերը չեն իրականացվել նախորդ տարիներին։ 2018 թվականի դեկտեմբերից սկսած ջրային կոմիտեն Վեոլա ջուր ընկերության հետ 50-ից ավել նոր համաձայնագրեր է ստորագրել, որով փորձել է այս կամ այն կերպ մեղմել Վեոլա ջրի պարտավորությունները։ Դրանց թվում եղել են նաև այնպիսիք, որոնք օրինակ Վեոլա ջրի կողմից կատարվող ներդրումները տեղափոխել են ավելի ուշ ժամկետի։ Եղել են այնպիսիք, որ ըստ էության պետությունն իր վրա է վերցրել այնպիսի պարտավորություններ, որոնք նախնական պայմանագրով Վեոլա ջուր ընկերության վրա էին դրված որոշակի օբյեկտների մասով եւ այլն։ Խնդիրը այն է, որ Վեոլա ջուր ընկերությունը իր կողմից կապիտալ ներդրումները, որոնք ինքը պետք է կատարի անհրաժեշտ ծավալի մասին են խոսքը, ինքը բարբերաբար հավանաբար դա փոխկապակցում է սակագնի բարձրացմանը, իսկ պետությունը իր հերթին իր կողմից, այդ դա չեմ կարող ասել ինչ պատճառներով
չկատարելով իր կողմից կապիտալ ներդրումների ծավալը զիջումների է գնում ճակերտներում զիջում բառը, որովհետև դա որևէ մեկը դրանց իրավունք չի տվել այդպիսի նվերներ մատուցել Veolia-ջուր ընկերությանը եւ իրենց հերթին չեն անում, նրանք էլ իրենց հերթին անհրաժեշտ ծավալով չեն անում։ Ես ուզում եմ արձանագրել, որ համակարգն իրականում կոլապսի առաջ է եւ մենք ինչքան էլ բարձրաձայն ենք խնդիրներ, իրավիճակային շտկումներ են հնարավոր եւ այս արձագանքը եւս ընդհանրապես իրավիճակային նախընտրական շրջանակներում արձագանք էր, համակարգային գլոբալ լուծումներ չեն լինելու, քանզի անհրաժեշտ ծավալով ներդրումները երկկողմանի թե Veolia-ի կողմից եւ թե պետության կողմից չեն կատարվել։ Հետևաբար բարձրաձայնել ինչ որ լրացուցիչ ծավալի մասին, հələ մի այն մյուս ծավալները անեին, հետո նոր լրացուցիչ ծավալների մասին խոսեին։ Տարբեր տարիների ընթացքում կառավարությունը սուբսիդավորել է Veolia-ջուր ընկերությանը սակագնի կտրուկ տատանումները չեզոքացնելու հիմնավորմամբ։ Որքանով է արդարացված այս մոտեցումը եւ արդյոք հիմնավոր են եղել սակագնի վերանայման վերաբերյալ ընկերության հայտերը։ Այս հարցին չես կարող ցուցաբերել այսպես համահարթեցնող մոտեցում, այսինքն ես չեմ կարող յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կառավարության, այս կառավարության, նախորդ կառավարության կարևոր չէ, համար որոշակի, այսպես ասենք, որ դեպքում է հիմնավորված եղել, որովհետև դրանք տարբեր գործոններ կարող են ազդել։ Հիմնական գործոններից մեկը բնականաբար սոցիալապես ոչ շատ բարեկեցիկ, ուրեմն հանրային սեգմենտում բարձրացնելն է եւ հանրային արձագանքից բացական արձագանքից խուսափելը դա մշտապես բոլոր կառավարություններին կարող է բնորոշ լինել, բայց խնդիրն այն է, որ կոնկրետ այս վերջին տարիներին սակագնի չբարձրացումը դարձել է Veolia-ջուր ընկերության կողմից, այսպես թաքնված իրենց խոսակցություններում, այնտեղ հավանաբար Veolia-ջուր ընկերության տնօրենը նոր տիկինը լավ է համոզում կարողանում հիմնավորել ու լավ ներկայացնել, որ այ դա է պատճառը, այս սակագինը չեք բարձրացնում, մենք էլ մեր մասով անհրաժեշտ ծավալի ներդրումները չենք կարողանում անել, դե հետևաբար մի քիչ ներողամիտ եղեք, այ սա, ով է ուժում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին։ Հետևաբար յուրաքանչյուր անգամ պետք է հարցին դիտարկել եւ այս դրա հասցեատերն իհարկե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, թող իրենք բացատրեն։ Որքանով է հանրապետության բնակչությանը մատակարարվող ջրի որակն այսօր համապատասխանում սահմանված նորմերին եւ միջազգային ստանդարտներին։ Այսա շատ ցավոտ հարց եք բարձրացնում, ես նախորդ տարվանից ամառվանից ըստ էության ուսումնասիրություններ եմ սկսել, տարբեր շրջանների ջրեր տրամադրել փորձաքննության, խոսել մասնագետների հետ եւ փորձել հասկանալ ինչ է կատարվում, որովհետեւ մարդիկ այսօր օրերին էլ իմ տեսանյութերի ներքո թե Instagram-ում եւ թե Facebook-ում ուղղակի հազարավոր մեկնաբանություններ են թողում տարբեր հասցեներով խմելու ջրի խայտարակ որակի մասին, էլ հոտ, էլ համ, էլ չգիտեմ գույն ամեն ինչի մասին, ասեմ որ իսկապես չի համապատասխանում առողջապահության նախարարության ցուցանիշներին, այսինքն տարբեր շրջանների արդյունքները ցույց են տվել, որ հատկապես ամառային ժամանակում այդ ջուրը խնդիրներ ունի, կոշտության տեսանկյունից հատկապես, որ բնակչությանը պարզ լինի ասեմ, որ դա մեծ խնդիրներ է առաջացնում, երբ որ խոշոր ծավալներով եւ անընդհատ է օգտագործվում, այսինքն երիկամային հիվանդություններ, սրտանոթային հիվանդություններ, աղիքային խնդիրներ, բազմաթիվ, որոնք իրենք էլ գիտեն իրենց երեխաների կողմից օգտագործվող ջուրը, եւ բանն այն է, որ խնդրեմը այն է, որ տարբեր մեծ խոշոր քաղաքներ, ինչպես օրինակ Մասի, Սարմավիրի մարզի բազմաթիվ բնակավայրեր հերիք չի այդ ջուրը չեն օգտագործում, այսինքն մի հատ է վճարում են դրա համար։ Որպես խմելու ջուր իրենցից գանձվում է այդ գումարը, բայց իրենք այդ ջուրը չեն օգտագործում, իրենց տեխնիկան է փչանում։ Ու այսպես շարունակ այնպես որ սա հատուկ ուշադրության առարկա ենք դարձնելու, այսինքն ես շարունակելու եմ այս ամառային ժամանակում եւս ուսումնասիրել, տեսնենք թե Veolia-ջրի կողմից ինչպիսի արձագանք է լինելու, բայց ավարտելով ուղղակի ասեմ, որ ամբողջ աբսուրդը նրանում է, որ Veolia-ջուր ընկերությունը ինքն է ստուգում արտադրական վերահսկողությունը ինքն է ստուգում իր մատակարարած ջրի որակը, այսինքն երբ որ քաղաքացին ասում է մի հատ հլեք եք տեսեք, գալիս տեսնում են, նորմալ է ամեն ինչ։ Ոչ, մենք նորմալ որակի ջուր չենք խմում։